Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ 1 թոք շոուին եւ դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Վարդ Եդիգարյանը միայն 9 ամիս կարողացավ վայելել ամուսնական երջանկությունը։ Ծնված երեխաների սեռը ամուսնու Հակոբի համար դարձավ պարբերաբար կրկնվող կռիվների պատճառ։ Ծեծ, դավաճանության մեղադրանքներ եւ մատուռում անցկացրած տարիներ։ Այս ամենին գումարվեց նաեւ առաջնեկից զվարթից հեռու ապրելու ցավը։ Ինչպես ամուսինների վիճաբանությանը մասնակից դարձան կացինն ու դանակը, ինչու էին դրանք ուղված ոչ միայն վարդին, այլև երեխաների ուղղությամբ եւ ինչ հրաշքով տարիներ անց վարդը գտավ զվարթին։ Բոլոր հարցերի պատասխանները երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում կատարված հրաշք կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը Վարդ Եդիգարյանն է։ Բարի երեկո։ Վարդի նման թեթև չեղավ ձեր կյանքը, ինչպես որ սկիզբն էր դրվում ձեր ընկերուհի Վարդի, իսկ ինչպես ընդունված է ասել, Ռոզայենց տանը։ Հենց Ռոզայենց տանն եք դուք ծանոթանում Հակոբի հետ, որը հետագայում դառնում է ձեր ամուսինը։ 10 րոպե եք ընդամենը զրուցում, եթե չեմ սխալվում, որից հետո ամուսինը հարևան սենյակից դուրս է գալիս եւ անկախ նրանից, որ դուք հարևան սենյակում ասել եք ոչ, նա ասում է, որ դուք համաձայն եք ամուսնանալ։ Ինչու՞։ Դուր ինքնուրս էց։ Այո, ես կոնվորշվար իրաճակատագիրը խսմատնեմ։ Իսկ ինչու եք դուք ոչ ասում այդ Որովհետև չի ուզել, որով կասկածելի ընտանիք էր ինձ համար, մեկը լավ ասացի, մեկը վատ ասացի։ Ես կոնվորշվար պետք չէ, լավ վատից մարդ բան չի հասկանա։ Սենյակից դուրս գալուց հետո իմացաք, որ 2 օր հետո պիտի ամուսնանաք։ Ասելով, որ ես կուզեմ մինչև վերջ։ Վերջացնենք ու ես դուրս կգամ սենյակից, կասեմ, որ համաձայն է։ Ես էլ ասի համաձայն չեմ, ասավ, եթե որ չուզեցի ժնձի համաձայնություն տալ, ես քեզի կփախցնեմ։ Ես էլ լրությամբ ասի ծնողնից կորնի, քստի ծնողնից վրա։ Մի անգամից էլ լավ սենյակից դուրս ծնողներից էր, ծնողների մոտը կանյամ ասավ աղջիկը համաձայն է։ Ու դուք ստիպված ամուսնացաք։ Ստիպված ամուսնացա։ Առաջին մի քանի ամիսները ասում եք, որ շատ լավ է ձեր ամուսնությունը։ 6 ամիս ինքը շատ լավ էր, անտրսվորես։ Բայց մինչև դա ձեր քեռին է հետ, մորեղբայրն է հետաքրքրվում նրանց ընտանիքի մասին, լավ բաներ չեք լսում։ Մայրիկս, հայրիկս, քեռիս եկան հետաքրքրվան։ Ասեցի, որ մեկը լավ ասին, մեկը վատ ասեցին։ Քեռիսով փեսեն է մեզի կարևոր, որ փեսեն մեր աղջիկան միջև կյանքի վերջ պայողը 5 կնի։ Անկախ բոլոր դժվարություններին, ձեր համաձայն չլինելուն, ի վերջո ամուսնանում եք։ Սեղան թեթև եմ տերին, պսակի շորով, ավտով վերին տուն։ Ից էվի նվագով, ասինք հարսնեկի դավլ զորնով չի, մագնիտաֆոնի պաներ, նվագով ու աղծարած մդանքներ։ Ինչպես արդեն հասցրեցիք ասել առաջին մի 6 ամիսը ձեզ մոտ հրաշալի էր ամուսնական կյանքը։ Ինչու փոխվեց իրավիճակը 6 ամիս անց։ Միջև իմ ամուսնանալը ինքը չէր աշխատի։ Կերսարս տարավ գործի տեղ իր պրիբորնին, իր մոդը աշխատելու, աշխատանքի վախտից հետո ժամանակ եկա, որ ուշ կուկար, տուն խմաս կուկար, ընձիկը վիրավոր էր, հարվածների տակը քծեր, նույնիսկ հասպանքը տնի ուդելու ընկերը մազը կպոգեր, կղից կծեր, ճաշի մեջը կսեր կնգադե պաշ ճաշնես է, քաշեր ընձի կծեզեր, տես ինչ եղեղա, որ դու լավ ճաշ է պողես, լավ ես, մի անգամ արջ տեսա, ինա դու կենես, որ իմ ընկերս չուդ է, հաս չուդ է, ստի ծեշտա դուրս ենի, շատ բաներ են Ընդից հետո հարվածից հախա գնացի կերսարի սենյակը, միջև ինքը հանդարտվավ, ընկերներին ճանապարհեց, գնաց ու շարունակեց, որ իմ հետ վիճաբան էր, ես ձեն չանեցի, հանդարտվի, են էլի չհանդարտվավ, բաներից գնացի Հայատը, նորից գնացի Հայատս, ինքը եշտա մեկ քիչ եմ հանգստանա, ինքը շուտ քնել էլի ունի, աշկի նոր կերևամ ավելի չադ է,
Ձեր ամուսնական կյանքում առհասարակ ասում են, որ եթե դժվարություններ են լինում, երեխան գալիս է փրկելու այդ իրավիճակը, ձեր դեպքում ճիշտ հակառակն էր, զվարթիկի առաջին երեխայի ծնունդից հետո կտրուկ փոխվում է դեպի վատ իրավիճակը։ Այո։ Ինչու։ Ես աղջիկ չեմ ուզել, ես տղա կուզեմ։ Առաջինը աղջիկ եղան, այդ տղայան էր, երկրորդն է թող աղջիկ եղան։ Ուզել զույգ աղջիկ է։ Այն աղջիկ որ եղավ, իմացավ աղջիկ էր, խմեց, հիվանդանոց էլ չեկավ տեսնելու, կիսուրս էլ հավեր առե, խորվեր որ բերեր ընձի հիվանդանոց տեսնե։ Ինչ որ իմացել է, թե ուր կեշտաս, բանը կիսրոջս, սել է տեստամ հարսին տեսնեմ կամ, վերցել էին շպրդել է հավը, դուրս է լորդ է բաներել, որ ինչ որ ընձի պետաչի բան չբեր է, չգա տեսնի։ Այսքան արժանի չէիք, որ հաց ուտեիք, հա։ Հա, աղջիկ եմ ունեցե։ Հրաշջան, ընդից եկանք տուն նոր կիսուրս գախնիկ պատմեց։ Լավ, կեսուրը չէր խառնվում այդ իրավիճակներում, չէր փորձում լարվածությունը հաներ։ Համոզել էր տղին, մենակ տեսնես ինձ սիրուն կուկլա աղջիկ է, հրաշք է, կուկլա։ Եկավ մի ամիտ խպես լուսամուդը, հիվանդանոցի, սավ հլ երեխին տեսնեմ, քույրին խնդրեցի, թե տվեք տեսնենք։ Պայծի լուսամուդից դուրս նայեց, իշ վայ մերեմ ջանին իմ տեղս քիթգետ խաղցի, պաճե, սիրե իմ տեղս։ Երկրորդ աղջիկ ունեցա, երկրորդը մանուշակ։ Այսինքն նորմալ ընդունեց դրանից հետո։ Սիրեց երեխային։ Սիրեց, հիվանդանոցը սիրեց։ Բայց որ տուն էլ բերեցինք, ընձի քաշեց ծեզեց, սավ թե ես տղա կուզեի, դու աղջիկ ունեցար։ Պատվերով համերգ էր ասեիք իրեն։ Ես ամեն անգամ ուզում եմ այս պատմությունների մեջ հիշեցնել, որ բժիշկները վաղուց հարգելի տղամարդիկ ապացուցել են, որ կինը ծննդաբերության հետ կապված, սեռի հետ որևէ առնչություն չունի, մեզանից է, տղա թե աղջիկ կծնվի, դա հիշեք միշտ, ծեծեք, ջարդեք ձեր կանանց, որևէ բան չի փոխվելու։ Հրաշան, ես կիսաժանով եմ ունեցել երեխային, հիվանդանոց շապատը մանցավ, նույնս խմած եկավ, մազես երկար, փատատես թևին ու քաշեց քացով զարգեց։ 2 տարի անցավ մանուշակս եղավ, գնացել էր գյուղ, ուրախցե, ուրախ երկեպարը խմել է, շշերը ձեռը, ելել է հերանցս տեզի վրա, պարել է, բանը տղից տղա կերնի, աղա տղից է ջուղ տաղջիկ կերնի։ Յանը արդեն ինքը կոդր չի կծեր ան երկրորդ տաղջիկ ան։ Ուզեցա, որ երորդն էլ նորից տղա ունենար։ Փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք տաղավար ու հասկանում, թե իրականում ինչ կերպ է դասավորվում մեր տիկնոջ ճակատագիրը։ Աղջիկների շարանը շարունակվում է, թիվ վերջո այս ընտանիքում տղա է ծնվում, որն էլ հաշտություն է բերում ընտանիքին։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։
Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կատարված հրաշք կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ զանգարեք թեժգից, եթե ունեք նյութական օգնություն, +374 60 50 33 17։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ իհարկե շարունակում։ Եվ այսպես երկրորդ դստեր ծնունդը եւս չփրկեց իրավիճակը, այլ ավելի լարեց։ Այո։ Ինչպես սկսեց դրսևորել իրեն ձեր ամուսինը երկրորդ աղջկա ծնունդից հետո։ Մենձից մեկ քիչ փոփոխություն տվեց։ Ընկերան ինչ-որ հույս տվեց, թե աղջիկը լավ է, քան տղան։ Դու էլ ես տղա եղի, ում ես օգուտ տվե։ Ժողովուրդը ասելով, որ հնարաբան է ամեն երեխան իր խսմատն ունի, ծնվել է, թող ծնվի։ Այս դուք ինչի կմերժեք, որ երեխան աղջիկը չեմ ուզե պահի, երեխան երեխա է, ինչ տարբերություն։ Լավ, դուք պատմում եք անդադ ահուսարսուր ներշնչող պատմություններ ձեր ամուսնու պահվածքի վերաբերյալ, կացինով, դանակով, տարատեսակ նույնիսկ ձեռքով, հա, փորձում էր վնաս պատճառել ոչ միայն ձեզ, որ լույս աշխարհ եք բերել աղջիկներ, այլ նաև այն աղջիկներին, որոնք ծնվել են ձեր համատեղ կյանքում։ Այո։ Ինչերի մասն էր խոսքը։ Իրականում նա փորձում էր սպանել ձեզ։ Այո, ինքը փորձեց, խմած եկավ, այո սարսափով ընձի այդ տվեց բաներով, կռվավ, խմած, անջատված, ինքերանից դուրս կխոսա, հանեց դանակով ընձի խփեց, սառած մնացի, կսկված, ցավիցս փակվավ, այրան, պաղավ, ինչ եղավ, արունս լսվա փորս։ Գնաց երեխիս կառավատի մոտեցավ, տապուրն առավոր զարիր, ես երան հրեցի ցած ընգավ։ Ընգավ ու դուրս էլա, կնայեմ, որ տեկրսավ զավցրիկ ու կամ, ողորմացիկ տեկրս։ Աշկս կծու տեկրս եկավ, ճանապարհին, ձեռով երեցի, արագ, շուտու դարի։ Տեկրս տեսավ արագ ձեռով կենեմ կճովամ, սի արետ, հագոպը խմած է, վիճակս լավ չէ, առավ տապուրն որ երեխին զարգեր, մանուշագին, կառավատի մեջը։ Ես է հրեցի երան ընգավ, ինքը գլորվավ։ Գնաց դանակը վերցրել էր երան էր խփի։ Դες մարդու կինեք սիրով երարետ մեռնիկ։ Տարան հիվանդանոց մեզի, տեկրս բռնեց տարավ մանուշագին գյուղ, մամայս պապայս մուդը, ինքը փախել է։ Այեղծել է, մացել որ աղբերը փրկել են ձեզ, էլ հմի ես միլիցիա կբերեմ, դու քեզ կսպանես, բայց կնոջը ինչ կսպանես, հարցես։ Գործը չէ, երելը փախել է։ Շտաբօգնության հետքերով, այժմ հետքերով երան գդել են։ Գդան բերեցին հիվանդանոց, մեզ էլ հնդկականի վերնագրներ տվեցին։ Զիտակի, տասեցին, ինչ սեցին։ Հա, հիվանդանոցի մեջը։ Այդ պատմության պատճառով։ Հա, այդ պատմության պատճառով հələ կադագերին խնդացին։ Պալատի ժողովուրդները։ Դե հնդկակա կխաղա, կեսիշ կխաղա, լազվան կադագերեցին։ Հետո կամաց Ոդի կայնը, մամաս, պապաս եկան տարան նորից գյուղ, երեխին է գյուղներ։ Գյուղից է վերադարձ։ Մի անգամ է եղել այդ սպանության, սպառնալիքը, թե անընդհատ ձեզ ծեծի է ենթարկել։ Ծեծի թեթևագի երել է, բանի տեղ չեմ տրի, զարգել, բանը, խոսած է վիրավորել է, բան տեղ չեմ տրի։ Հեշ բան, ոդի տակ տրի, անգջեդև, կտիտ երեխա կամ էջը, բան չկա։ Լավ, երեխան կամ մեջտեղ, ոնց է ինչ է նշանակում այդ արտահայտությունը, ոչ մի ձեզ չեմ կարողանում հասկանալ։ Որքան է նորմալ, երբ որ ձեզ ծեծում են, դուք ստիպած փախնում եք տանից, գնում եք կողքի գերեզմանոցում եք գիշերում, որ ձեզ վնաս չպատճառեն, եւ համատեղ կյանք եք շարունակում տղամարդու հետ կապել, որը պոտենցիալ չեմ ուզում ոչ մի ածական տամ, հա, պոտենցիալ ամեն մեկը դրեք դրանից հետո ինչ բառ ուզում եք։ Պատճառներ կար, որ ծնողս հիվանդ էր, ես չէի կրա, երտայ ծնողիս կողքին նստեի, որ ինքը երբ ուզենար կար հարված էր, ծեծ էր,
վիրավոր էր, ծնողս աբերացի եղած էր, վատ վիճակով, հիվանդ չթույլ տվեց որ կերստար հասներ հարվածը ծնողին։ Ծնողների նեղություն չտալու պատճառով դուք ինքնուրույն որոշում գտաք, թե որտեղ կարելի է ապրել։ Ինչ կենե, ես իմ ծնողիս աշկի տեմը տարաբանքներից չցույց տամ։ Ուր գնացիք, հետաքրքիր է ընտրությունը սրան ուշադրություն դարձրեք։ Ուր գնացիք ապրելու։ Ես գյուղում սուրբ էին սարքե։ Տերդեր են աղոտներով տեղափոխեն, տերդերը թույլ չի տվի այդ սուրբը, մնի ժաշկի ժամանակ սարքեցին այդ սուրբը։ Խոսքը մատուրին է վերաբերում, այո։ Ես գյուղապետին էլ ասեցի, մեր գյուղապետը ասա մտեք ապրեք։ Խանգարելու բան չկա, ասեղ թույլ կտա գյուղապետին ասի կա, այս տարածքը վերցնեմ, ես լուսամուտ դուր տրեցի, դնելուց երեխեքիս պայի, գնացի դաշտերը, աշխատա, ծնողից հանգիստ թողեցի, ես իմ ուժերով աղբորս ընտանիքին հանգիստ թողեցի, որ չգար տղա վրա երեխեքն եք վախին է։ Մատուրում փորձեցիք ձեր տունը կառուցել։ Փորձեցի կյանքս կառուցեցի մատուր մեջը։ Բանդից ազատվա վեգա վիսիլ կայլավ, չգիտեմ։ Հիմա տեսեք կարևոր մանրամասներ եմ մոռանում, հողը փորելով այս կինը իրականում մետրերով փորել է հողը մատուրի մեջ, որպեսզի ջուր ունենան, ջուր են քաշել վերև։ Այս կինն իր ձեռքերով։ Երկար տարիներ ամուսնու հետ չեք շփվում, քանի որ նա գտնում է տարբեր պատճառներով կալանավայրում, պատիժն է կրում, Ղարաբաղյան շարժմանն է մասնակցում եւ օրերից մի օր կրկին հանդիպում եք։ Երբ ձեր փոքր աղջիկը արդեն մանուշակը 4-րդ դասարանում էր մոտավորապես։ Իսկ մեծ աղջկա հետ դուք 7 տարեկան էիք, 7 տարեկան էր ձեր աղջիկը, երբ բաժանվեցիք նրան, սկեսուրը իր հետ տանում է Ռուսաստանի Դաշնություն, ճիշտ է։ Այո։ Սկեսրայրի հետ եւ այնտեղ խափելով երեխային ինչ որ բան են ասում, եթե չեմ սխալվում։ Կերսարսկի սուրս Ռուսաստան գնացին, երեխին տարան, թե տանենք դպրոց, թողա դպրոց, դասի ուղարկենք, որ չուշանա երեխին դպրոցից ետ կայնի, ձեզ գումար կղրգենք, կուկակ երեխին տեսնեք ու մեր հետ կապրեք։ Վաղտը մանցավ, Կերսարս նամակ գրեց, որ ինչ ձևեք, ինչ խեք, ես փող չունեմ, չեմ կրայել ուղարկեմ կա։ Ինչ որ ես զգացի, որ ընձի խապելով երեխիցս առան կտրեցին տարան նրան։ Եվ միայն տարիներ անց եք դուք պարզում ամբողջ ճշմարտությունը, քանի տարի դուք չեք հանդիպել, չեք զրուցել, չեք շփվել ընդհանրապես մեծ ավագ դստեր հետ։ Մեկ 17 տարի չած 17 տարի դուք լուրջ չեք ունեցել երեխայի։ Լուրջ չեմ ունեցել։ Իսկ նա ինչ է լսել ձեր մասին, ուր եք դուք եղել այդ ընթացքում։ Այդ ընթացքում ես երանից հրաժարվել եմ երեխապայլով, խապրվել են երեխի չեն։ Ասել են, որ դուք հրաժարվել եք իրենից։ Ես երանից հրաժարվել եմ, աղջիկս որ կապնվան ամուսնացավ, նոր են կապերն իմացել։ Սենց մա ջան, ես իմացել եմ, որ դու ինձ են հրաժարվել։ Ինչ որ քրոջս աղբորս։ Հեռախոսի համար չեք ունեցել։ Չէ, նամակագրությունով մեր գյուղից Աբրող կարտեղ եկավ գյուղ, իմացանք որ ինքը գյուղի մեջներ ու ծանոթ էր մեր աղջիկը, իմացել էր ջաջուրի թորը աղջիկս, որ աղպես գյուղից զանգեց թե քուժան, գիտես, զվարթի մոդից մեր գյուղից մարդ կա գալող։ Գուկա շուտով, եկել են, արեք գյուղ տեսնենք, գնացի խոսացի ծանոթացավ, տալիս մարդու աղբոր անուն էլ տվեց, սա հասի տալիս դեկոր անուն է, հաստատ դուք 100%-ով կճանաչեք իմ աղջիկաս Կերսանցը, սա հարեմ ասե, նամակ եմ կրել, այդ մեր հարևանը տարի տվել։ Եվ միայն 17 տարի անց ձեր դուստրը իմանում է ձեր գոյության մասին, ինչու եք հրաժարվել, գալիս է ձեզ տեսակցության։ Կա ինձ տեսակցության ու կսե թե մա ջան, ինչ ես յոլա տարես նեղ պայմաններում քրոջս աղբորս կրար ընձել բայր կողքիդ։ Այ հիմա հետաքրքիր է Ալինա ձեր հարցի պատասխանը, դուք 17 տարի շարունակ այն նույն հասցեով, որից ձեզ նամակ էին ուղարկել, դուք 17 տարի շարունակ նամակներ եք գրել ձեր դստերը։ Այո։ Որոնցից եւ ոչ մեկը նրան չի հասել։ Ոչ մեկը չի ասեմ գրած նամակներս։ Նույնիսկ իմանալով որ իմ նամակներս հասցեով կերտա, ես հասկացել եմ որ տալս գուկակ բանա փոշտը հանեգը նամակնես կարտա պայեգը։ Հիշում եք, երբ առաջին անգամ ձեր աղջիկը զանգեց 17 տարի բաժանումից հետո։ Այսպես անկախ ընձեմ վադծա, սիրտս թույլծավ։ Գնացի ձեռս չկար վերասյալ լիմոնադեր, պլիտկա բան արա, աշկալուս երեցի, ուրախ ծանք,
հարևանով շատ դաժան օրեր այդ երեխիցս իմանալով, որ ինքը իս ձևի նամակներ է գրի, դաժանությունը պատճառն ասեմ միանգամից։ Երեխինքս կշկի պարանը բացեցի, քու հասցեն գդա մաջան, պադագան դասավորելուց, կշկից պարանները դասավոր, մեկ է թուղթ ընկա վերցերեցի, որ մաջան քու հասցեներ, այդ հասցեով գդել եմ, քու հասցեն կորցրել էի, հորկուրն է չեր տվի նամակնից, հասցեով մի պադագանը։ Հիմա շփվում եք։ Փաստորեն հիվանդանոցում իրականում չէին սխալվել, որ ձեր պատմությունը հնդկական կինոյին է նման։ Շփվում եք հիմա ձեր աղջկա հետ։ Հա, 4 ամիս կնի զանգը չի գա, բայց ինչ պատճառով էլ չի դեմ։ 8 տարի հետո ձեր բաժանումից ամուսնու հետ, նրա տարբեր տեսակ կալանավայրերում, տարբեր պատճառներով, Ղարաբաղյան պատերազմին մասնակցելուց հետո նա օրերից մի օր վերադառնում է տուն։ Եվ միայն դստեր խնդրանքով է, որ դուք նրան հետ եք ընդունում։ Ես ձեր դստերը եւս ուզում եմ այստեղ տաղավար հրավիրել, ուզում եմ հասկանամ ինչու է նա նման բան խնդրում իր մայրիկին, Մանուշակին եմ հրավիրում տաղավար, դիմավորեք։ Բարև ձեզ Մանուշակ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տարիներ շարունակ, իսկ ավելի կոնկրետ 8 տարի դուք ձեր հորը չեք տեսել եւ ենթադրում եմ բացասական բաներ եք լսել հայրիկի, նրա պահվածքի եւ ձեր համատեղ չապրելու մասին։ Հա։ Ինչու նրան տեսնելուց հետո մայրիկին խնդրեցիք, որպեսզի միանա հայրիկի հետ։ Այդ վաղտ հերս բանդից ազատվավ եկավ, շատ վատ վիճակում էր, ինչ ասած մահանար, բանով այդպես վարեն հալ չկար, մեկը մեր հարևանենսին թե հույս չուկակ ու հայրդ ոչ կմնա, ես մորս խնդրեցի թե մաջան հանուն ընձի, շատ կխնդրեմ հանուն ընձի, որպես ծնող օգնիկ, որ ես ոտքի կայնի։ Մի հուզվեք, մի հուզվեք։ Ես հորս պայցի, մերս ընտունեց հորս իմ խնդրանքով, ես մերս ընտի չմերժես, ես շատ գոյեմ մորս, որ մերս իմ խնդրանքը ընտունեց, հետո հերս տեղաշորով պարգավ, ես գնանցի, բաններեցինք, պետ հավակեցինք, այդ բաներից պետից հավակեցինք մենք, Եվ ժաշկի մնացած այդ քարերի տակից ես փետ հավաքեցի, մորս հետ շալկեցի, բերեցի, օգնեցի, հորս ոտքի կայնը ծրեցի, վաղտեմ հետո անցավ, հերս խմած եկավ տուն, գիշեր շատ ուշ էր, մինչև վայտեմ ժամը 2-ը կեն էր, 2-ի կոմներ խմած եկավ տուրը զարգես, մեր բացեցինք բաներ, էլ չեր կրա ոտքի վրա կայնի, ես է պարգած էի, հոգնած թե պեդ էի կրի, պահների մորս ձերքց էի կոքնեի, պարգա մեկ էլ խմած եկավ հալին, առավ զարգեր ճարտես մերես կլխի ընկավ, ես չի դեի, դերը խայ չի ճոգի, ես գիտեմ թե հալի է ճղայնացավ զարգեց, որ պահանին է հանգիստանա, մերես զգար հրեց, մոդիկ ծավ ընձի կարավատի մոդ, որ ընձի կտրեր, վիզս դներ կտրեր, Մերս հրեց սա մանուշ ջան, փախի քերուդ մոտ, քերեկ անցը տուն։ Սի մաջան ես ուր փախեմ, սա փախի փերգվի դու, սի է դու մաջան սա դու քանի կրաս փախի, ես հեշտ կարևոր է դու։ Այդ ձևի մերս ես փախա, բայց ուշքու միտքս թե մերս ինչ եղավ, այդ վաղտ արդեն ես չիդեմ, գիտեմ որ մերս վատ վիճակով եկավ տածեցս տուն, գիտեմ որ վաղտեմ հետո անցանք ինքը արդեն չկար, գնաց, էլ ոչ ձեն առանք, ոչ բան, մենիկ էլ են առանք, որ արդեն ինքը մահացել էր, աղբերս է արդեն բաներ Փոքրիկ դատար, որից հետո մենք հնդկական ֆիլմերից կանցնենք արդեն ամերիկյան սարսափ ֆիլմերի, ինչպես հայրը սեփական դստերը փորձեց մորթել անտառում։ Այս պատմության բոլոր մանրամասները դեռևս առջևում են, հեռու չգնաք, սարսափելի է իրականում։ Կատարված հրաշք կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, եթե նոր եք միացել մեզ, ծանոթացեք այսօրվա թեմային։
Վարդ Եդիգարյանը միայն 9 ամիս կարողացավ վայելել ամուսնական երջանկությունը։ Ծնված երեխաների սեռը ամուսնու Հակոբի համար դարձավ պարբերաբար կրկնվող կռիվների պատճառ։ Ծեծ, դավաճանության մեղադրանքներ եւ մատուռում անցկացրած տարիներ։ Այս ամենին գումարվեց նաեւ առաջնեկից Զվարթից հեռու ապրելու ցավը։ Ինչպես ամուսինների վիճաբանությանը մասնակից դարձան կացինն ու դանակը, ինչու էին դրանք ուղված ոչ միայն Վարդին, այլև երեխաների ուղղությամբ եւ ինչ հրաշքով տարիներ անց Վարդը գտավ Զվարթին։ Բոլոր հարցերի պատասխանները երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում կատարված հրաշք կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այսպես ինչպես խոստացել էի հեռուստադիտողին, հնդկական ֆիլմերից ուզում եմ վերադառնալ ամերիկյան սարսափ ֆիլմերի եւ Զվարթին այն պատմությանը, որ երեխային նա անտառում ձեր ամուսինը փորձել էր վնաս պատճառել։ Տադիկ նսեց Զվարթ ջան, ուր եք գնում։ Սա Տադիկ ջան, պապաս ասեց որ հագնվի դուրս գանք։ Ելան որ դուրս ելնելու, պապան տեսար դանակ վերցրեց, ծոցը կողեց, սա հագնվի շուտ տեղ էստանք ման գալու։ Կիսուրսը դե վախեցավ, վշնացավ, տեկրս է շատ ծանր հիվանդ պարգած էր, շտաբօգնություն էին կանչել տեկորսոր բուժեներան վադեր, իմանալով տեկրսոր աղբերը կուզեր իր երեխին սպանել, հետևից վազելով, հասել է, գդել է ուրդից է գդել բաներ էլ, վերցրել է տե աղբեր ջան, դու ընձի սպանե երեխին թող, երեխի տեղը ընձի սպանե, Խմած է եղել էլի։ Խմած, հա, միշտ է խմած եղել։ Ինչի համար է նստել ձեր ամուսինը։ Ինքը նստել է գողությամբ, ինձ հարվածելով, դանագահարությամբ։ Ու գնաց Ղարաբաղ, եկավ նորից գողություն, նորից տունը չի մահացել, չի վնցել, Երևան է մահացել, Երևանից խաբարն եկավ, ձեր ամուսինը մահացել։ Հակոբի միակ երազանքը եղել է, որ որդի ունենա, բայց այդ երազանքի ականատեսը չեղավ, չտեսավ թե ինչպես որդին պիտի ծնվի, սեփական քայլերի պատճառով։ Օրերից մի օր ձեր տուն իր ընկերն է հյուր գալիս, ճիշտ է։ Ընկերը կուկա, իրար հետ հաց ու ջուր կտնեն, խմեն, կուդեն, որոշենք տելևիզոր սարքեն, մագնիտոֆոն սարքեն, փող աշխատե, իմանալով որ ընկերը բանդից եկել է դուրս է մնացել, տեղ չունի, ինքն է լավություններ էլ է, ինքը բանդանցի շատ է լավություններ է։ Դասավորին գումարեն եք, թողը էստա, տեղ հասնի ծնողներին։ Այդ գործով մեկ էսա վարդ ասեց ինչ, Հակոբ ասավ թե ես կեշտամ լեննագան գյուղից, էստամ ստորագրություն կուտա միլիցիայություն, իրանք կեշտան ամեն ամիս ստորագրեն, նոր ունեն, սի գնա ստորագրը արի։ Գնաց ու էլ չվերադարձավ, տուն չեկավ, սպասեցին նստա չորերով տեղաշորը այդպես գուրգուրված, երեխի սարած նստա։ Նստա սեցի թող գա, մեջև տեսին քանիս են, լուսավ, ընկերն է մեր տուն մնաց, որ ես տղիս ունեցա, հիմացա որ տղայ ունեցել է, սա վերստան տեսնիմ տղիս, ընկերը սել է տղայս ունեցե, քել էրտանք լենագամի մնա, էրտանք տղի տես, սել է հա, ես էգա թույլ չտվեցի, ճիշտ նոր ճիշտ է, Սին կսեց, որ այդ ընկերոջից ես ունեցել տղին, իմ տղես չէ։ Սին այդ տղա ձենդ կռի վերջացրա քու պդողն եք վերխին, դու տղա կուզեր հմի տղա եղավ չես գա տեսնի։ Եկավ ասես թե ազնից չէ։ Ընկերը եւս ձեր պաշտպանն է եղել այդ ժամանակ։ Իմ պաշտպանը էր ընկերն։ Ամուսնուն է ձեր ծեծել նման մեղադրանքներից հետո։ Ծեծեց ընկերոջս, ես թե առաջի վերջի անգամ իմանամ տանջված, չարչրված, քանի տարի կողքին չես եղել, շպրտել ես վիրավորել ես, էլի լավ է, որ ինքը ըսկան ուժ ունի, կպայ լավ կնի կդիմանա ծերը, դու իրավունքյունից կնգատ համար վատ բաներ ասես։ Ու այդից հետո ես թույլ չտվեցի, որ ինքը գար տղիս տեսներ, սի միլիցիայով, օրենքով, վախեցած, սի կարա գա երեխին տեսնի, ու գտնե խեղդի, քծի վրես տեն ունեցավ սպանեց։ Տարիներ շարունակ դուք այդ մատուռում եք ապրում եւ միայն ամուսնու մահից հետո մի քանի ամիս հետո որոշում եք տեղափոխվել նրա հայրական տուն Գյումրի։ Ինչու որոշեցիք նման քայլի գնալ եւ արդյունքում եւս մի քանի խնդիր, որոնք ծագեցին արդեն այնտեղ։ Այլ անդրդ կան աշխատանք չկար, գյուղից եկա Գյումրի, որոշեցի որ ես այդտեղ իրավունք ունեմ իմ երեխին մեծացնեմ պայեմ։ Ահա։ Տեկրերնի ով եղնի սպանել ծեծե, ես կուզեմ իմ երեխիս իր տամեջը պայեմ, մեծացնեմ։
Էլ ես հնարավորություն չունեմ, որովհետև գյուղի մեջը փոքր տեղ է։ Որքան ժամանակ կարողացաք իրականում ձեր ցանկությունները իրագործել, որքան կարողացաք ամուսնու տանը ապրել։ 2 տարի նոր է գյուղից եկե, հնարավորություն չունի, գնացի նոր շախտը, աշխատա, մինչև վերադարձա տուն չկար, տեկրս քանդե ավիրել էր։ Հնարավորություն չկար, սա բլազ մեծ տեղում չկար, անգյունը որ ջուր չկատարը տեղ։ Այսինքն շուրջ 2 տարի եք ապրել ձեր ամուսնու տանը, մինչ ձեր տեքրը վերադարձավ։ Որոշ չափ էլ այդ կանը կի։ Հոպարս նստած էր եղել, մենք չգիտենք։ Մի եկավ ասավ, թե ես ազատվել եմ, բայց չգիտենք որ փախած էր ինքը, ոչ թե այ ազատվել եկել էր, ինքը փախած էր եղել։ Նախքանի այդ ազատվել գալը, մենք եկանք տունը սա քանդված էր։ Հնարավորություն չկար, պոլերից հետ է, կրանտներից հետ սաղ, քանդեց ավիրություններ, մեզ բաներավ, եկավ քաղաք, գնաց շախտը աշխատավ, վերավ փողերավ, բիտոններավ, այդ ձևի սարքեցին, տունը կարգավորեցին։ Հոր եղբայրը վերադարձավ, ձեր հոր եղբայրը ամուսնացած էր, ընտանիք ուներ։ Հոր եղբայրս ինչ ասած կին ունի, բայց սաքսավորված չեն, գրանցում չունի այդ տամեջը, անորեն նստած էր։ Ինքը Ռուսաստան է եղել, հոր չի եղել, հետո ինքը բանդից որ ազատվել եկել է, եկավ մեզի սա զանգեց, ինքը ազատվավ եկավ կնկան զանգեց, կանչեց, սա վեզ չհասկծա ես նստել եմ, ինքը գնացել է քրոջ տուն։ Սա թե բանկեմ ես կզանգեմ կկանչեմ, որ ինքը կանցի տեր է անի, խապելով, քաշելով, թե մոր մսելի թե վարտել չի գա գեղից, ստեղ ես ու դու կմնանք, արի, կնկանը համոզը կանչելի։ Ձեզ սկսում են բռնության ենթարկել այդ տանը, ճիշտ է։ Ձեր հորեղբոր անօրինական կինը, հա այսինքն ոչ զաքսավորված կինը, ձեզ է ծեծում, ձեր տեքրն էլ ձեզ է ծեծում եւ տանից դուրս են հանում։ Այդ վաղտ եկավ, հա, կինն եկավ, նանացին, մեկ կողմը յանք, մեկ կողմը մենք։ Լուսն է անջադին կլխներից, թե լուսը մերս էր փակվել, էլի լուսի պարտներ չեն տվել, մերս մուծում երավ բաներավ, միացեցին եկավ, հողպեսոր եկավ, լուսը անջադես կլխներից, նոր տարվա օրն էր։ Եկավ մենք եմ ուտեղ նստած ենք, մեկ էլ այս մեր դուրը զարգեց, խամած եկավ, մեր դուրն է, թե այդքան լավ վիճակով չէր, քաշեց պոգեց, մոր սեծեց, ընձից էծեց, աղպես է թե առաջի տասարաններ արդեն կվախեցավ, բաներավ մերս գնաց դիմից միլիցայություն, դե բան է, արիք բաներիք, սավ ինչն է պարջարը, սավ իլիք դե դու ստեղ իրավունք չունիս մնալու, ընձ է սավ, ստեղ դու իրավունք չունիս մնալու, ինչի չունիմ, չոր ստեղ իմ հորս օջախն եղե, սավ դե դուք իրավունք չունիք մնալու, շատ որ ստեղ հեշ չունիս, մերդիկ գեղացի, թող էշտա գեղը ապրի։ Ես առաջարկում եմ հիմա նաև տաղավար հրավիրեմ այն անձնավորությանը, ում չծնվելու պատճառով այս ընտանիքում բազում խնդիրներ եղան։ Դա վերջին երեխան այդ տղան Արուզավակը Լովան դիմավորել։ Լովա, ողջույն։ Դու երբևէ ինքդ գիտակցել ես քո համար, որ քո ընտանիքում գուցե խնդիրները ծագել են նրա պատճառով, որ դու քույրիկներիցդ առաջ չես ծնվել ու առաջնեկը չես եղել քո ընտանիքում։ Այդպես միտք չի եղել մոտս։ Այդպես միտք չի եղել։ Չէ։ Երբևէ չես տեսել, բայց նկարագրություններով որևէ կերպ պատկերացում ունես հայրիկի մասին։ Ճիշտ է որ ասեմ, չեմ հարցրել։ Ես իմ հայրիկ։ Քեզ հետաքրքիր չէ քո հայրիկը ով է։ Դե այդպես չեմ հարցրել, հետո որ տասի եկանում կեշտայ տասի կամ կեշտայ խանութ տեղը մեր հարևաններով որ տեսնեն գանձի, կսեն թե դու հորդ մին նմանվի, լավ է, դու ավելի լավ է եղի, նորմալ սորվի, ես այդպես արդեն որ իմացա որ լավ չէր, նորմալ չէր, էլ չուզեցա իմանալ իրանից։ Պապայիդ մասին ինչքան հասկացա դրական կարծիք չունես, հա, դրական պատկերացումներ չունես, բայց դու ձևավորվում ես որպես տղամարդ, որպես ապագա հայ զինվոր եւ ապագայում որպես ամուսին։ Ում ես վերցրել որպես կերպար, որին որ կուզես նման լինել։ Այ հիմա քո դեռահասության տարիք ես թևակողել, ես ինչքան տեսնում եւ հասկանում եմ տարիքիցդ, ում ես ուզում ընդօրինակել, ում ես ուզում նմանվել։ Ես կուզեմ հոպարիս նման եղնեմ, որը ինքը պատերազմին մասնակցել է հանուն մեր ապագայի համար, դրա համար կուզեմ նրան նմանվեմ։
Դու ապագա մասնագետ որպես ով ես ուզում դառնալ։ Ապագա մասնագետ, կուզեմ ռեժիսոր դառնամ։ Օ։ Որը պարապմունքներին հաջողում են։ Ինչու հենց ռեժիսոր, ինչ որ ռեժիսոր կա, որի աշխատանքները հավանել ես ու կարծում ես, որ պիտի այդպես չէ, չեմ ուղղությամբ շարժվես։ Չէ, այդպես չեմ տեսել, հետաքրքիր է, բայց դրանից։ Իսկ որ ասպարեզի ռեժիսոր ես լինելու, հեռուստատեսության, ֆիլմի, թատրոնի։ Ֆիլմի։ Կինոարտադրության։ Դե Սպասենք և այդ սպասումը լցնենք նաև դադարով, փոքրիկ դադարից հետո վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կատարված հրաշք կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք շարունակելու համար այսօր սկսած թեման։ Իհարկե հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին ձեր էկրանների ներքևի հատվածում են։ Կամ զանգահարեք թեժգիծ +374 60 50 33 17։ Վերադառնալով տաղավար, լսենք խորհուրդները ու իհարկե այն խոսքերը, որոնք գուցե ձեզ ոգևորեն ու առաջ քայլելու հնարավորություն տան։ Տիկին Զինա, լսում եմ ձեզ։ Ճիշտն ասած, ուզում եմ առաջին հերթին երիտասարդներին դիմել։ Կարծում եմ, որ այս պահին արդեն պետք է մոռանաք անցյալը ինչ կատարվել է եւ ուզում եմ օրորդին խնդրել Էլ մի քիշեք տող արտող, ոնց փայտը բերեցիք, ոնց հայրիկին ոտքի կանգնացրեցիք, մոռացեք, փակեք այդ էջը, զբաղվեք ինքները ձեզանով, կրթություն ստացեք, փորձեք աշխատանք գտնել, ձեր մայրիկը վատ թե լավ կայացրել է ձեր ընտանիքը, դուք այսօր երեքդ միասին եք եւ քույրիկ ունեք, որ արդեն ձեր հետ կապի մեջ է, գոնե մեկ վարքյան ինքները ձեզ ասեք, դուք այնպիսին եք, ինչպիսին մնացած մարդիկ, Երբեմն այո, բարի նախանձով նայեք այն մարդկանց, որոնք շատ բանի են հասել, մեկը մեկի ձեռք բռնեք իրար ջերմություն տվեք, այսպես ինչպես դուք եք ապրում, հնարավոր չի, հավատացեք հարազատներս, այդ խեղճությունը ձեր միջից հանեք, ձեր խեղճության պատճառը հենց ձեր հոգու խեղճությունն է, մի հատ ոդկա ամուր դոփեք հողին, հասկացեք, որ դուք այս հողի ծնունդն եք, թե չէ բանաստեղծները ամբողջ կյանքում գոռալու են, Մարդիկ եղեք, քարեր եղեք այնպես դիմացկուն ինչպես մարդիկ, հերիք է դիմացկուն լինեք, պահանջատեր եղեք, կյանքից, ինքները ձեզանից,
Հասկացա, ձեր հայրիկը հարբեցող է եղել։ Ձեր մայրիկը այն ժամանակ չի գիտակցել, որ ամիսը 2 անգամ խմող մարդը արդեն պաթոլոգիչիսկի հարբեցող է։ Բայց դուք գոնե այսօր գնահատեք իրականությունը։ Հասկացեք, որ քայլ առ քայլ պիտի առաջ գնաք։ Եթե ճաշը ձեր դեմ դրված է, գոնե պիտի գթալ վերցնեք, ձեր բերանը տանեք։ Այո, էլի պնդում եմ, դոփեք գետինը, պատասխան ստացեք, արձագանք ունեցեք կյանքից, ստապվեք որպես մարդ։ Էս ինչ եք անում դուք ինքներդ ձեր կյանքի հետ, ում ներեք, ինչի համար ներեք։ Ձեր կյանքի գլխավոր մարդը ով է, 2 երիտասարդներին եմ հարցնում։ Ձեզ Լյովա ջան, քո կյանքի գլխավոր մարդը, ամենակարևոր մարդը ով է։ Մամաս։ Ինքը դու պետք է լինես, տղաս։ Հավատա, չի կարող քո համար որևէ մեկը ավելի կարևոր լինի, քան ինքը դու։ Եթե քո համար լավ լինի, մեխանիկորեն մամայի համար էլ, քույրիկի համար էլ լավ կլինի։ Նույն հարցն էլ քույրիկդ պետք է իմանա։ Եթե նրա համար լավ լինի, նա մայրիկին էլ կօգնի, ձեզ էլ։ Մի մտածի, որ դու կարող ես չկայանալ, բայց մայրիկին օգնել։ Միայն քեզ պահի ուշադրության կենտրոնում եւ մեխանիկորեն մայրիկի համար էլ լավ կլինի։ Սովորի, առաջ գնա։ Սովորական մարդկային երազանքներ ունեցի, այն երազանքները, որը քեզ այդ խեղճությունից, այդ թշվառությունից կհանի։ Չէ՞ որ քեզ այդ կյանքն է բաժին ընկե մանկության ժամանակ։ Այսօր դու արդեն չափած տղա ես, քանի տարեկան ես հիմա։ 16։ Գիտես ինչ լավ տարիք է երազելու, ցանկանալու եւ ստանալու համար։ Փոխի կյանքդ այլ կողմն է, չհիշես մամայի քույրիկի պատմությունները։ Մոռացիր։ Տիկին Օրբելյան, հատկապես ձեր ու մեր ոլորտ է ձգտում Լովան, ում շուրջ էլ կենտրոնացած է այսօր կարծես բոլորի ուշադրությունը, որտեվ ամենաերիտասարդը եւ ամենաավյունովը ընտանիքում կարծես բոլորիս համար էլ հենց նա է։ Խնդրեմ։ Սկսեմ հենց Լյովայից, նախ ասեմ, որ կռված լինելը դա դեռ չափանիշ չի, որ կռված մարդը լավ մարդ է։ Ինչ վերաբերվում է, որ դու մոտ ես կանգնած գոնե երազանքներով, գոնե ցանկություններով մեր ոլորտին, սիրելի Լյովա, խորհուրդ կտամ քեզ շատ ավելի հաստատուն լինել եւ քո ցանկությունները առաջնորդվեն նաեւ քո հնարավորությունների հետ համապատասխանեն, շատ կարդա եւ գոնե դու քո ցանկությունները իրագործելով կարող ես քրոջդ մայրիկիդ գոհացնել։ Ես քեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում, դու բավականին համեստ անձնավորություն ես, ուղղակի ճիշտ արժեքավորի այն ամենը, ինչ կատարվում է քո շուրջ։ Եվ բրավո քեզ, որ քեզ համար առաջնային եմ այդտեղ։ Լիլիթ։ Ես ուզում եմ անդրադառնալ ընտանիքի երեխաներին, որովհետև կնոջը արդեն պարզ է, որ տարիների ընթացքում զոհի կարգավիճակ ընդունելով կարծես տանուլ է տվել շատ բան, ինչպես բնորոշ է մեր շատ հայ կանանց, չգիտես ինչու զոհի կարգավիճակ, հանուն չգիտես ինչու կորցնել շատ բան, ունենալ երեխաներ, նորից տուժվեն երեխաները եւ այսպես շարունակական շղթա է։ Ես ուզում եմ հարցնել Մանուշակին, Մանուշակ ջան, քանի տարեկան եք դուք հիմա։ Ես 27։ Ամուսնացած եք։ Հա։ Իսկ ո՞նց է ձեր հարաբերությունները։ Շատ լավ։ Շատ լավ։ Կուզեմ անդրադառնալ նաև առանձին Լյովային։ Լյովա ջան, պապային ընդունելով բացասական կերպար, դա մի տեսակ անձի առանձնահատկություններում ներքին անինքնավստահություն է առաջացնում։ Հասկանալի է, իսկապես հայրիկը շատ վատ է վերաբերվել ընտանիքի բոլոր ձեր անդամների բոլորի հետ։ Այնուամենայնիվ դու փորձի մի հատ քեզ առանձնացնել պապայի կերպարից։ Դու լույս աշխարհ ես եկել պապայի միջոցով, բայց պապայից շատ անկախ ես, դու ինքնուրույն մարդ ես, դու անհատ ես, անհատականություն ես եւ փորձի քո ներքին վստահությունը ձևավորել, փորձի գտնել քո ներսիդ բոլոր դրական արժեքները, որպեսզի կարողանաս վստահորեն քայլել այս աշխարհում։ Շնորհակալ եմ Լիլիթ, Ալինա, լսում եմ ձեզ։ Իմ տղան քո տարիքին է ու ինքն էլ առանց պապա մեծացել։ Իր պապան մահացել է, ինքը չի էլ տեսել իր պապային, բայց այդ խեղճությունը այդ լավ բան չի։ Մի քիչ մամայի դուխտուր, մի քիչ աշխատի, օգնի, հիմա ինքը ձեր կարիքը ունի, հասկանում ես, իսկ քո մեջ այնպես խեղճություն կա, որ այդ իրան ավելի է անկճում։ Մի քիչ ուրախ եղեք։ Ուրախության մեջ շատ լավ բան կա, հավատա ինձ։ Լավ։ Տես Ալինա նույնիսկ չխուսափեց սեփական օրինակը բերել քեզ ապացուցելու համար, որ դա իրականում կարող է։ Դուք իրարից կիլոմետրերով եք ընդամենը հեռու ապրում, նույն երկրում եւ նույն օդը շնչելով։ Էդգար։ Ես էլ պետք է կրկնվեմ, մեր փորձագետների հետ բոլորի հետ համաձայն եմ։ Լյովա ջան, ես էլ եմ խոսքս քեզ ուղում, որպես տղամարդ քեզ հիմա քաջալերում եմ, ասում եմ, որ
կյանքում բարդություններ շատ կան, ձեր մոտ սկսվել է բարդություններով, այս պահին էլի ծանր վիճակում եք, բայց դու պետքա դու այս պահին ընտանիքի գլուխն ես, տղամարդն ես, պետքա այս պահից սկսած գիտակցես, այդ պատասխանատվությունը վերցնես, հուսահատվելու ոչ մի պատճառ չունես, հենց հիմա այն տարիքը տա, որ իրոք ոնց որ տիկին անացես, պետքա սկսես պայքարել ու իմացի, որ լիքը բաներ ա լինելու համար, լիքը հաջողություններ ա լինելու, որտեվ Աստված ա ձեր հետ, որ դուք այդքան դիմացել եք, այդքան փորձությունների միջով անցել եք, այսօր փառք Աստծո, մայրիկդ էլ ա քեզ հետ, քույրիկներդ էլ են քեզ հետ, ես ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, Աստված ձեզ պահապանի։ Շնորհակալություն Էդգար։ Եվ Լիլիթ, թույլ տվեք ձեզ հետ եզրափակել իրավական առումով այս ընտանիքը երեխաների հայրական տանիք, կինն էլ գլխավորապես ամուսնու կողմից որպես ժառանգություն, այսօր ունի հնարավորություն որևէ բան պահանջելու այդ կիսախարխուլ տնից, թե ոչ։ Մինչ իրավական մասն անցնել, ես կրկին ցանկանում եմ իմ խոսքը դիմել ընտանիքին, առավել ևս տան տղամարդուն, այս պահին Լյովային, ասեմ, որ իսկապես դուք շատ ես չեմ կարծում, որ դուք այս պահին շատ խեղճ եք, առավել ևս ես մտածում եմ, որ դուք ասելով ձեր հորեղբորն եք ցանկանում նմանվել, քանի որ նա կռվել է, դուք նկատի ունեք որպես հերոս լինել, իսկ երբ մարդու մեջ ազգասիրությունը, հերոսությունը կա, ինքը շատ լավ մարդ պիտի լինի, ողջունում եմ ու շատ ուրախ եմ, որ այսօր քեզ նման տղաներ կան, որ իսկապես իրենց երկիրը սիրում են ու պատրաստ են իրենց երկիրը պաշտպանելու։ Ինչպես արդեն պարոն Մուրադյանը ասեց, իրավական խնդիր կա ընտանիքում, ցավոք համեստորեն ընտանիքը լռեց այդ մասին եւ այդ խնդիրը վերաբերվում է իրենց բնակվելու տանը, այսինքն այն տանը, որը համարվում է ժառանգություն, ծնողներից անցած երկու որդիներին։ Այս պահին իմ ձեռքի տակ է գտնվում մի վկայական սեփականության իրավունքով տրված, սակայն ցավոք սա սովետական միության տարիներին հանձնված վկայական է, ու այս պահին ես չգիտեմ դրանից հետո ինչ կարգի գործարքներ են արվել, թե ոչ, միայն կարող եմ ձեզ ասել, որ Լիվաման միջազգային իրավաբանական գրասենյակը փաստաբանական հարցում կկատարի, որպեսզի իմանան այն գույքը, որտեղ այս պահին դուք ապրում եք, որը համարվում է ձեր ամուսնու եւ ձեր ամուսնու եղբոր սեփականությունը, արդյոք այդպես է թե ոչ, եւ ժառանգության իրավունքով ումն է այս պահին այդ գույքը պատկանում։ Եվ փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի ընտանիքի, եթե իրավունքները ոտնահարվել են, այդ իրավունքները վերականգնվեն։ Իրավունքների համար Լիվամանը իդեմս Լիլիթի եւ այդ կուր թիմի կպայքարի, բայց ձեր ապագայի համար ամենակարևոր պայքարը դուք պիտի մղեք։ Ու դա միանշանակ է ձեր գլխավորությամբ եւ Լովայի ամենաթեթև աջակցությամբ։ Լովա, էստաֆետը քեզ է հանձնվում որպես գլխավորը, տղամարդը ընտանիքի, այնպես որ գուցե եւ ինքդ կարծում ես, որ պատրաստ չես, բայց մի քայլ ավել որ անես, կհասկանաս, որ ամեն ինչ այնքան էլ դժվար չէ կամ այնքան էլ հեշտ չէ, ինչպես որ թվում է։ Մեզ այնց ամեն մեկը անկախ իր կամքից մեծանում է եւ պատասխանատվությունը եւս շատանում։ Անցյալը մնում է անցյալ, ապագան ենք մենք իզորում միայն փոխել։ Հաջողություն ու առողջություն եմ ցանկանում ձեր ընտանիքին։ Այսօր այսքանը, եթե դուք էլ ունեք հարցեր, որոնց պատասխաններ եք փնտրում, եկեք դա անենք միասին։ Սա կիսաբաց լուսամուտներն էր, ցտեսություն։